Հարգելի հեռուստադիտողներ, առաջին լրատվականը շարունակում է ուղիղ աշխատանքը Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքից։ Րոպեներ առաջ այստեղ ավարտվեց Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը, որը տևեց ավելի քան 9 ամիս։ Պերմյակովը դատապարտվեց ՑՄ ազատազրկման։ Այս պահին առաջին լրատվականը զրուցելու է Պերմյակովի շահերի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի հետ։ Պարոն Աղաջանյան, վճիռը հրապարակվեց, բայց ամեն դեպքում պարզ չէ, որտեղ է պատիժը կրելու Պերմյակովը, Հայաստանում, թե ամեն դեպքում Ռուսաստանում։ Գիտեք, այդ հարցին պետք է անդրադառնալ առաջերտին Մեգադրողը իր մեգադրական ճառում, երբ որ միջնորդում են պատիժ սահմանել, պետք է նաև ասել, թե ըստ մեգադրական կողմի ամբաստանյալը որտե պետք է կրի այդ պատիժը։ Ամեն դեպքում Մեգադրողը չանդրադարձավ, պաշտպանական կողմը սպասում էր, որ դատարանը կանդրադառնա այդ հարցին իր դատավճռում, բայց դատարանն եւս ձեռնպահ մնաց այդ հարցին անդրադառնալուց, եւ այս պայդրությամբ պաշտպանական կողմի համար եւս անհասկանալի է, թե ի վերջո որտեղ է կրելու Պերմյակովը իր պատիժը այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Ինչքան ժամանակում կհստակեցվի հանրությունը, երբ տեղյակ կլինի, թե որտեղ է կրելու պատիժը։ Ամեն դեպքում մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը պետք է սպասեք։ Իսկ դա կտևի մոտ մի ամիս, եթե այն չբողոքարկվեց։ Իսկ այդ մեկ ամսվա ընթացքում Պերմյակովը որտեղ է գտնվելու։ Ամենայն հավանականությամբ իմ կարծիքով պետք է գտնվի այստեղ։ Ռազմաբազային մինչև օրինական ուժի մեջ մտնելը։ Դրանից հետո թե ինչ կլինի, ես չեմ դժվարանում եմ պատասխանել։ Իրավական, եթե խոսենք իրավական հարթակից, ամեն դեպքում օրենքով ինչ է նախատեսված նման դեպքերի համար։ Նման դեպքերի համար ամեն դեպքում դատարանը պետք է որոշի, թե ամբաստանյալը որ քրեակատարողական հիմնարկում պետք է կրի պատիժը։ Եթե դատարանը դա չի որոշում, պետք է որոշի Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումները։ Դուք պատրաստում եք բողոքարկել, սահմանահատելու վերաբերյալ հնչած մեղադրականը, ինչու չխոսեցիք այս։ Ճիշտն ասած, բողոքարկելու համար ես պետք է նախ ստանամ դատավճիռը, ծանոթանամ դատավճիռի հիմնավորումներին, թե ինչ հիմնավորումներից ելնելով է դատարանը գտել, որ սահմանահատման մեղադրանքը հիմնավորված է։ Դրանից հետո պետք է նորից հանդիպեմ համբաստանյալի հետ, ճշտեմ նրա դիրքորոշումը, արդյոք ցանկանում է նա բողոքարկել, թե ոչ, նոր դրանից հետո վերջնական որոշումը կկայացվի։ Դատավճիռը բողոքարկվում է, եթե բողոքարկվում, ապա ինչ ծավալով։ Մինչ այս պահը դուք շփվել եք Պերմյակովի հետ, նա տեղյակ էր, որ ՑՄ պետք է կրի, ազատազրկումը։ Խոսել եք այդ ժամանակ բողոքարկման հնարավոր տարբերակի մասին։ Ճիշտն ասած, մինչև դատավճռի հրապարակումը մենք դրա մասին չենք զրուցել։ Չնայած որ կարելի է ասել պատիժը ակնկալվում էր, բայց ամեն դեպքում պատիժը որոշում է դատարանը եւ մինչև դատարանի կողմից պատիժ նշանակելը մենք գերադասեցինք այդ թեմայով չզրուցենք։ Պարոն Աղաջանյան, մեկ հարց, որ մասնագիտական գործունեության այնքան էլ չի վերաբերվում, դուք պաշտպանում եք Պերմյակովի շահերը։ Ինչքան բարդ էր այդ աշխատանքը կատարել, եթե հիշենք, սկզբում շատերն էին հրաժարվում այս գործը ստանձնելու։ Գիտեք, մի քիչ բարդ է պաշտպանել մի մարդուն, որը բոլոր հարցերին պատասխանում է այո, ոչ, չգիտեմ կամ իմ համար մեկ է։ Այդ դեպքում ամբողջ ծանրությունը անգնում է զուտ պաշտպանի վրա, որովհետև սովորաբար պաշտպանները պաշտպանական մարտավարությունը ընտրում եւ մշակում են իրենց պաշտպանյանների հետ համատեղ։ Տվյալ դեպքում ամբողջ ծանրությունը անգավ պաշտպանի վրա, քանի որ ամբաստանյալը որևէ ձևով չէր ցանկանում միջամտել։ Միակ հարցը, որը հետաքրքրում էր Պերմյակովին այս ամբողջ ընթացքում, դա երբ է ավարտվելու այս դատականությունը։ Այս առումով կարելի ասել բավականին բարդ է եղել։ Այսինքն նա սպասում էր ՑՄ ազատազրկմանը։ Միգուցե։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ առաջին լրատվականը զրուցում էր Պերմյակովի շահերի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի հետ եւ նաեւ նշեմ, որ րոպեներ առաջ Պերմյակովը դատապարտվեց ՑՄ ազատազրկման։